Գուգուն Գուգունը երկու դինաստիաների, Մին և Ցին կայսրերի նստավայրն էր։ Այն նաև անվանում են կարմրավուն արգելված քաղաք։ Այստեղ ապրել են 24 կայսրեր։ Գուգունի տարածքը 720,000 քառակուսի կիլոմետր է։ Գուգունում կա 9999,5 սենյակ։ Գուգունը հանդիսանում է մինչև մեր օրերը հասած և լավագույնս պահպանված ամենամեծ ճարտարապետական համալիրը։ Ահա Գուգունի կենտրոնական դարպասները, դրանք կոչվում են ումեն։ Ումենից մտնելով կարելի է տեսնել սպիտակ մարմարյա միջանկյալ կամուրջները։ Պալատը բաժանված է երկու մասի՝ արտաքին պալատ, վեյչաո և ներքին պալատ, նեյտի։ Դրանք կառուցված են տարբեր ճարտարապետական ոճերով։ Արտաքին պալատի տարածքի կենտրոնական մասը զբաղեցնում են վերին հարմոնիայի, տայհեդյան, լիակատար հարմոնիայի, ջունհեդյան և հարմոնիայի պահպանության, բաոհեդյան սրահները։ Այստեղ կայսրը տալիս էր հրամաններն ու առաջադրանքները։ Այստեղ են անցնում նաև պետական պաշտոնական տոնակատարությունները։ Ներքին պալատի տարածքի կենտրոնական մասը զբաղեցնում են երկնային մաքրության, ցյաոցինգուն, միավորման և խաղաղության, ցյաոայթիդյան և ձմեռային հանգստության, կունինգուն դահլիճները։ Այստեղ են նաև բնակելի տարածքներն ու կայսրերի և կայսրուհիների շքասենյակները։ Ահա Գուգունի աշտարակները։ Գուգունի 4 անկյուններում գտնվում են նրբագեղ կառուցված աշտարակները։ Գուգունի թանգարանում հավաքված են գեղարվեստական բարձր արժեք ունեցող արվեստի գործերի հավաքածուներ։ Դրանք 1 միլիոնից ավելի միավոր նմուշներ են, այսինքն մշակութային ժառանգության իրերի հավաքածուով Գուգունը Չինաստանի ամենահարուստ թանգարանն է։ (1988 թվականին Գուգունը գրանցվել է համաշխարհային ժառանգության ցուցակում։ Նախնադարյան մարդու կայանատեղին Ջոուկոուդյանում։ Սա Սինանթրոպոսի վերականգնված պատկերն է։ (1929 թվականին հնեաբանները Պեկինի մոտ գտնվող Ջոուկոուդյան վայրում հայտնաբերեցին մարդկային ոսկորներ և ատամներ։ Այդ գտածոների և մեր միջև ընկած է մոտ 700,000 տարի։ Նրանք նման են մարդանման կապիկների, նախնադարյան մարդկանց։ Քանի որ այդ վայրը գտնվում է Պեկինից 50 կիլոմետր հեռավորության վրա, հնեաբանները այդ գտածոները անվանեցին Սինանթրոպոս։ Հայտնաբերված ոսկորներն ու ատամները պատկանում են 40-ից ավել սինանթրոպոսների։ Ահա նրանց կողմից օգտագործվող իրերն ու զենքը։
Սինանթրոպոսը շատ բաներով է տարբերվում ժամանակակից մարդուց։ «1930 թվականին Ջո Կոուդյանի Լոնգուշան լեռան վրա նորից հայտնաբերվեցին 20,000 տարվա վաղեմության նախնադարյան մարդկանց մասունքներ։ Նրանց անվանեցին Շանդին տուն, քարանձավային մարդիկ։ Այդ հնաբանական տվյալների հետազոտությունից հետո ապացուցվեց, որ սինանթրոպոսները, որոնցից մեզ բաժանում է 700,000 տարի, ստեղծել են պոլեոլիթի մշակույթը։ Սինանթրոպոսի բացահայտումը թույլ տվեց հաստատել, որ մարդը սկսել է կրակ օգտագործել մի քանի 100 տարի ավելի վաղ, քան ենթադրվում էր։ «1987 թվականին Ջո Կոուդյանի նախամարդու կայանատեղին գրանցվեց համաշխարհային ժառանգության ցուցակում։